ուրախություն է ինձի համար ամեն մի շաբթի, որ խոնարհաբար արջել գնալ։ Ինչպես Հասմիկ քույրը 29 տարիներ գեցած է, ես անգամ չի գրնամ ուրախ եմ շատ, որ դուք հավատար մապարդուքա և արցանց գտնվողներն հավատար մապարդ իրենց գնահատությունները Կարոլինին գնեն, ինձի գնեն։ Շատեր կսպասեն լիպանանեն, անմիջապես եթե շեր չնեմ Կարոլինին խոսքը, իրենց չի հասներ, ոմանց չի հասներ ներասկայանները։ Ուրախ ենք, որ այդ բոլոր զարայությունները գլան և ես ուրախ եմ այս զարայության մեջ լավիս համար։ Գիտեմ, որ Դատևիկ Քույրդալյանն նմանապես ամբողջովին նվիրված է Քրիստոսի և ոչ թե միայն արքան, իր դժվարություններուն մեջը տեսանք, որ ոսկիի պես ինքը զտվեցավ, քննվեցավ և Աստծո առջև պիտանի զավակն եղավ։ Եվ հիմա Աշուտ իր զավակները գեղեցկորեն գնվակեն իր այգորը և գորնեն մեզ և իր մամաները Թակուի Քույրդալյանը և Բերշին Քույր Նալբանդյանը իր զորավիկն է, ինքն անոց զորավիկն է, պարգլա դերոջ և շատ զարայություններու մեջ է Դատևիկ քույրը, բզլիկ small group Bible study մեջ է գկաչալերում, որ թուրանը լավ և հիմա յալսի այդի մեջ ամեն ինչ շաբթի կեսօրը երկը գետալ պատասխանատվությունը ունի հաստիարակչելու այդ անշիկ մանուկները, որոնք երբեմն չեն լսած Քրիստոսի մասին և իր միջոցավը շատերը կապաշխարեն։ Երբ որ երկինք եղանք, այն ադել պիտի տեսնենք մեր թակին վրա, քանի հատ ապաշխարածներու հլուններ և ատամակներ ելան։ Փառք ունենք Աստծո Դատևիկ քրոջ համար, հրամե Դատևիկ քույրիկս, ինչ որ Աստված կսրդի դրած մեզ երբաշնք։ Որ երկեր որոշեմ, ես փնտրեցի Փանջամի այս վերջին երկրսի, բայց գազես ամեն մեկը պատկամն է, պատրաստեց մեր սրտերը։ Շնորհակալ եմ ասարիքին համար, Սոսի քույր։ Փառք ունեմ Աստծո։ Ինձ համար քիչ դժվար է ասնիցը դառը, քանի որ հավական ծանր նյութերից հիմա տեսնեք ինչու և շատ անգամներ հետաձգվեցավ այս պատկանը դալս կամքի արգախ պատճառներով, բայց Աստծո համար սխալ պամուչի բադահիր և կարծեմ, թե Աստված մինչ կաշխադեր իմ վրաս նույնպես այս սատանան կաշխադեր, որ այս պատկանը չդրվեր։ Աղոթքով հիմա գուզեմ քալ Տերոջ առջև, Տեր իմ Աստված, փառավորյալ Տեր, Սուրբ Հոգի, թուն տնաս շրթներուս և ինչ որ գուզես, որ ինչ որ տված ես, ինչ որ հիմա գուզես, որ ես և քույրերս լսենք, քու միան ցայնդ, հասկանանք կամքդ և մաքրագործության ետևեն ելանք։ Պատվական անով խնդրեց, ամեն։ Ինչպես որսի ամեն անգամ, երբ որ պատկանի մեկը պատրաստվին, ձեր հետ չի բաժնեցել են առաջ աղոթքով կմոտենան Տերոջս և երկար ժամանակ աղոթքի կտամ և խնդրեմ, որ անձիկ դա նյութմը, թեմամը, համարմը, պատմությունը Սուրբ Գիրքեն, որ կարենամ անիգա սերտել, հասկանալ և Տերոջը գամքը խնդրել։ Ասկի առաջ պատահած է, որ Աստված ինձ համար մտվել է կամ պատմությունը դվել է Սուրբ Գիրքեն, բայց այս անգամ դարբեր էր, երկար դևեց պատասխանը սարնելը, այս անգամ հարցումն էր Տերոջն ինձ կհարցներ, ինչ յուղով կլեցնես կոջուրակդ։
ինձ հստակ էր, Աստված ինձ չէր ացներ, եթե ես լավ տեր ունեմ, Աստված ինձ չէր ացներ, եթե ես յուղ ունեմ, հստակ էր, ինչ յուղով կլեցնես քո լավ տերդ։ Ինչպես կարդացվեցավ, երբ բոլորս ակիդենք, որ Մատթեոս 25-րդ գլխի մեջ Հիսուսի պատմած 10 գույսերով արագ են, որ յուղը Սուրբ Հոգի ներկայության պատկերն է։ Եվ այս հարցումը ինձ խոր մտածել տվավ և աղոթքի մեջ երկար ժամանակ պահեց։ Ինչ կսեի Տեր, ինչ կուզես ասել, ինչ յուղով, ես արդեն լուրջ ունեմ իմ մեջս, Սուրբ Հոգին չունեմ իմ մեջս։ Եվ ինձ ցույց տվավ բանը, որ շատ բնական դարձած էր կյանքիս մեջ։ Այնքան բնական, որ ես ինքս ինձ չէի զգալ։ Երկար տարիներ առաջ, երբ իմ հարևաններս ու հարազատներս միշտ ուրախության բրջվանքով կխոսեին ընտանեկան ֆիլմերու մասին, անվնաս ժամանցք։ Պապակենցա ես ալը սկսիմ թիդել այդ ֆիլմերը, որ հաջորդին ես ալույթ մոնենամ հետերնին, կտեսնեի they're excited, նյութերը շատ բան են, ընտանեկան, բարձ նյութեր են։ Իմ գաջ միտքովս կարծեցի, որ ես ատիդել ժամանակս օքեյ, կլեցնեմ, պամն է, պամը դսորվում տերևս, բայց maybe ասի պատճառը լավ, որ թուրմը պացվի, և երբ որ ես ավակված եմ հարազատներով կամ բարեկամներով, նյութը, հոգևոր նյութի կրնամ գաբել, և ետքը տերոջ տված փրկության մասին կրնամ, ասալ գլիմս մգրնամ դալ իրենց, բաժնեցիլ իրենց հետ։ Հարի լուր մգրնամ պերել կարծեցի այդ նյութերու միջոցով։ Այդպես ալը սկսավ։ Ես այդ ֆիլմերը սկսացի դելու, ընտանեկան նյութեր էր, սակայն մորցած էի, որ ասիգա թարգարդ մներ սատանային։ Իմ սուղ ժամերս կողնալու ես չէի գիտեր, որ սատանային խաղը ես չեմ գնալ խաղալ հետը։ Շատ տարօրինակ ձևերով կան։ Անպայման վնասն ու պետք է գրեի ես, չէի գիտեր այդատեն։ Հաջող հանդիպումներում զրույցներ գնալ և ասնյութերը կպացվեր, կարծարծվեր, իրար հաղապարներ, ինչ լին, ինչ եղավ ինչպես, բայց երբ հազիվ Հիսուսին անունը գլսվեր, գլսեին, երբ խոսքը գմոտենար ապաշխարության, խաչին և փրկության, անդեսանելի խառնաբուժում կստեղծվերուն, անգար ժամանակը գարժես կգբաքսեր, կներնար, և անոնք կամ սպաղը լալին գիշեին, կամ ժամացուցին գնային, աթորնին գշարժեին, գսեր հիմա պետք է երթամ, գիշեին, որ շատ գարևոր պամնա պետք է ընեն։ Շուրը կպակվեր և խոսքը վիսատ կմնար։ Իսկ նույնիսկ եթե այդ նյութերը շարունակվեր, հաջող տարբեր ձևերով կդիմադարձեին։ Ինձի գսեին, Հիսուս սեր է, ոչ թադավոր, ոչ թե որ ես կթադեի իրենց, այլ Աստծո խոսքը կծծներ իրենց մեղքը, բայց իրենք փոխանակ հասկնալու Աստծո գամքը կգարձեին, որ ես եմ իրենց թադողը, այո Հիսուս իրապես սեր է, բայց այն նաև ճշմարտություն է, չէ, սերը առանց ճշմարտության ինչ է, գեղձիկ է, գեղձ է, Հիսուս սեր է, և Հիսուսի սերը խաչին վրան է, ինչու խաչի է լավ։ Սերմը, որ նախ կբացահայտի մեղքի գոյության, որպեսզի բժշկե և ազատագրե հոգին հավիտենական գործը։ Շատեր կսեին, Աստված իմ սիրտս կճանչնա։ Այո, Աստված սիրտը կճանչնա, բայց ինչ կտեսնե հոն այդ սրտի մեջ։ Երեմիա 17:9 մեջ չսեր, սիրտը ամեն բան է ավելի խաբեկա ու խիստ չարե զանիկա ով կրնա գիտնալ։
Աստված սիրտը ճանչնալով կգան շեզային փոխվելու, ոչ թե մնալու վիճակի մեջ։ Ուրիշները ասեին, ես բարի մարդ եմ, ոչ ոքի վնաս չեմ հասուցած, ինչ մեղ, ինչ բան, ադիկա թող հատարգյալները մտածեն, բարի ըլլալը փրկություն չի դար մեզի, բոլորս արգիտենք, Ռոմայացիս 3:23 ինչ կսե, վասնզի ամենը, ես տուն ամենքս, մեր կործեցինք և աստով պարկել վաքսեցանք։ Մեր բարի կործերը չեն գրնար մեզ մաքրել մեղքեր են, միան Քրիստոսի անարած արյունը կարող է բրգել մեզ։ Բարեկամ ունեի, կսեր ամեն մարդ դարբեր ճամփա ունի դերոջ երթալու։ Ասի աշխարհից էլ մեջ է։ Հիսուսը սա շատ հստակ ձևով, Հովհաննես 14:6-ի մեջ։ Ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը։ Բազմաթիվ ճամփաներ կան, այո, մարդիկ գարցեն կան այդ ճամփաներ, բայց միայն մեկ ճամփա կա հավիտենական կյանքի տանելու, դա խաչին ճամփան է, նեղ ճամփան է։ Շանս ունարգար, որ ամեն մեկ նախատասությունս սկսելուս, նույնիսկ որ համար սեիրն, համար ստուկիրքեն, կսեր մի թավեք։ Այս խոսքը հաջող կքորձացվի, նույնիսկ հավատացյալներուս մեջը, ճշմարտությունը լրացնելու համար։ Ճշմարտությունը ասելը սիրով, թադել չէ, ալ հոգիմը սիրել է և գործվել են Փրկել է։ Ամեն։ Ասկագամ ունեին, որ մահացավ, ուսամ երգիքն է, բայց այս անձը հացեի բաց կհայդարարել և կհավադար, ստայմ հավադացած էր, որ կհայդարարել, որ գրոնքը մարդոց կողմեն շինված բան մնե, պարզավես, որ մարդիկ իրար հետ խաղաղության մեջ մնան, խաղաղության բացեն։ Ասի փախուստ մնե, չէ աստծո հաշիվդալեն։ Հռոմեացիս 1:25-ի մեջ հստակ կսե, աստծո ճշմարտությունը սուդի հետ փոխեցին, փոխանակ ստեղծող բաշխելու, ստեղծագործությունը սկսան բաշխելու։ Մարդը կմերժի աստծո, որպեսզի հաշիվ չի դար իր կյանքին համար։ Երբ եկեղեցի կհրավիրեի շատերուն, կսեին եկեղեցին լեցուն է ներողություն գեղցավորներով, գեղձավոր ոչ։ Այո, գիտեմ, որ մենք մարդիկ անգադար ենք, չկա մեկուս որսե, որ կադարյալ ենք, ոչ։ Մենք այդ կադարելության, սրբախորձության գործի մեջն ենք։ Քրիստոս կադարյալն է միակ։ Մատթեոս 9:12-ի մեջ Հիսուսը սա հստակ որ են, առողջներուն բժիշկ պետք չէ, ապա հիվանդներուն։ Եկեղեցին հիվանդանոց է, հոգիները բժշկելու համար, ադոր համար ոսենք, ադոր համար իր խոսքի պետքություն ունենք։ Մասնայիչերին գսեն, ես ինձ ձևովս կաղոթեմ, Մարիամին կաղոթեմ, ուրիշ սուրբերու կաղոթեմ, Հովհաննես 14:6-ի մեջ Հիսուսը սա ես եմ, ճամփան ճշմարտությունը և կյանքը մեկը որը կող չի կար, եթե ոչ ինձմով, աղոթք առանց Քրիստոսի չի կրնար մարդը հաշտեցնել Աստծո հետ։ Բոլորս ակիդենք հատի։ Հիմա պատրաստ չեմ այս մասին խոսելու, ասինք մանավանդ երիտասարդները շատ կլսեն և ինչին կվստահեն արդյոք իրենց երիտասարդության կամ առողջության։ Վերջերս կտեսնենք, որ ինչպես կյանքը անցկլիկ է երիտասարդ մահերով, անակնկալ մահերով, երբեմն արիպիկ չուտենան որ ապաշխարին։ Երկրորդ Կորինթացիս 6:2-ի մեջ, ահա հիմա ընդունելու ժամանակն է գսե, վաղվան օրը կանի, որ մեզի խոստացված չէ։ Եթե Աստված սեր է, ինչու աշխապ չարություն կա գսեն, երբ որ իրենց ասես, Աստված չարիքը չստեղծեց, մարդը անիզադեց։ Հռոմեացիս 5:12-ի մեջ որ գսե, վասնզի ինչպես
մարդեմը մեղքը աշխարհ մտավ եւ այն մեղքեն մահ, այնպես բոլորն արով, բոլոր մարդոց վրա դարածվեցավ մահը, քանզի ամենքն ալ մեղանջեցին։ Երբ որ նույնիսկ համարը ասես, ում կգենան, բայց չեն անդրադառնալ, որ նույն այդ Աստված, որ իրենք կմեղանջրեն եւ գսեն, որ ինչու Աստված ասի գնե, նույն այդ Աստվածը փրկության միջոց տված է խաչով, որ ամեն ինչի լուծումը հոն է։ Չեն ընդունիր։ Այս խոսքերը եւ պատճառաբանությունները նոր չեն։ Չի հուսահատենք, նոր չեն։ Հիսուսի ժամանակները ի վեր մարդոց սրտերը նույն արդարացումները կօգտագործեն։ Հիսուսը ինչ սա։ Լույսը աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարը ավելի սիրեցին։ Սիրելիներ, թշնամին ինչ կուզեր է, թշնամին ինչ կուզեր ինձ ինել, որ մենք լուր մնանք։ Այս բادرվակներով 60 խոսքերում թեմ, որովհետեւ մեկը չփրկվի եւ լույսի չկա։ Ադոր համար նախ կուզե ինչ ներ, մեր վկայության լույսը մեղմացնել, մարել, վերջնալ մեզիկա եւ մեղատրել, մեծակույն սուդովը, որ ես տարիներով հավատացած էի անոր։ Թե ինչպիսի հավատացյալներ եք դուք, նայիր, քույրդ, եղբայրդ, զավակդ, տորնիկդ, բարեկամդ, հորաքրոջդ, աղջիկը, մորաքրոջդ տղա, ամենն ալ աշխարհի մեջ են, որ սված են, քո պատճառով։ Այս էր սուդը։ Սա սուտ մնե, կուզե սատանան, որ հավատանք անոր, լրենք, թուլնանք, հոգևոր գործի մեջ եւ վկայել է, փոխզիջումներ ունենք մեր կյանքերու մեջ, որպեսզի անոնց հասնենք, մեր լույսերը շատ չի փայլեցնենք, որ անոնք անանքիչ չտան իրենց մեղքերը տեսնելով, մեր խոսքով հոգևորապես մեզի անձամայլուց կդարձնե սատանան։ Այսօր սատանան ընտանիքները դարձուցած է իր թիրախը, թարգեթը։ Ինչ ունելով, մարդոց մեջ ինչ կծնե, հպարտության եւ անձնասիրության հոգին, այդ մգանի վրա աշխատի։ Ուզե մարդը լավ անձնասեր, դրամասեր, ինքնափառ, այն առումով, որ Աստծո պետքություն չունի։ Մարդիկ այլևս դարձել են իրենց աստվածները։ Ոչ ստայն ուրիշին պետքերուն, իրենիները փնտրել միայն եւ վայելել այս աշխարհի ամեն հաճույքները, կարծես թե կյանքի նպատակը միայն այդ է եւ ոսկը վերջանա։ Երբ այդ հարցումը կհնչեր մտքիս մեջ, որ դեռ ինձ եղավ, օր ու գիշեր մտածեցի մասին, սկսա փնտրելու, որ Աստծո խոսքի մեջ ուր գսեր, թե ինչ էր աղբյուրը մաքուր յուղին, ուր հիշված էր մաքուր յուղի մասին եւ ինչ են, որ գտնան զայն աղդոտել։ Եվ դերը ինձ եղև 24-րդ գլխուն առաջին 4 համարները ծվավ, ուզեմ կարծալ հիմա, դերը խոսեցավ Մոսեսին ասելով, 24:1-4 Բադվիրե Իսրայելի որդիներուն, որ ձեզված մաքուր ցետ բերեն քեզի լույսի համար, որովհետեւ միշտ ջրակվարի, վկայության խորանի մեջ, վկայության վարակույրեն դուրս, միշտ պիտի պատրաստե զայն, իրիկվնե մինչև արդուդերոջը արջև վարվելու համար։ Ասիկա ծեր սերունդերու մեջ հավիտենական կանոն թողլա։ Ջրակները զուտ ոսկի աշտանագի վրա դերոջը արջև միշտ պետք է պատրաստ լան։ Օրտնյալը լա դերոջը խոսքը, որ մեզ գլուսավորել ու լուսապանե։ Դերը պատկան ուտար Մոսեսին, որ Իսրայելի ժողովուրդը մաքուր, առաջին ջզմված, first pressed, որ ալիվոյ մենք հիմա մենք գնախնդրենք անիկ արնել, չէ, այդ յուղը, այդ ցեցը, թիտաբուդողին ցեցը բերեն, որպեսի ջրակը անդադար վար մնար դերոջը ներկայության մեջ։ Ցետը կներկայացներ Սուրբ Հոգին ներկայությունը այդ կյանքի մեջ։ Աստված չսա մեկ անգամ մեծ Սուրբ Հավարար է, անսա ջրակը պետք է անդադար վար մնա,
հարադեմ յուղ լեցնելով և անոր խնամելով, անդադար, հարադև և խնամելով։ Այս սորվեցուց ինձի և մեզյալ սորվեցն է, որ մեր հոգևոր կյանքը պետք է մշտական խնամքի մեջ ըլլա։ Երեկվա աղոթքս այսօրվա բարականերուս համար բավարար չէ։ Անցյալի օրհնություններս կամ փորձառություններս այլ մեկը կհիշեմ Տերոջը օրհնությունները, բայց այսօրվան լույս չհասներ, եթե ես ամեն վայրյան Տերոջը խոսքի մեջ չլամ։ Քանի որ սատանան պատրաստ է մեզի մորցնելու այդ բարիքները։ Ամեն օր մեզի պետք է թարմ, մաքուր, ցետ։ Գսեր ջրակը կգտնվեր վկայության խորանին առջև։ Ասեր ինձի օրհնության գետը, Տերոջը ներկայության մեջ։ Այս կնշանակե, որ մեր կյանքին լույսը միան մարդոց համար հետ չէ, միան անոնց համար չէ, այլ նախ և առաջ Աստծո քահին առջև պետք է փայլի։ Մարդիկ կրնան չտեսնել մեր հնազանդությունը, բայց Տերը կտեսնե մեզ։ Եվ նույն ադենա կտեսնե ցեթը մաքուր է, մշտական է, աղտոտություններ խառնված են մեջը, գավելնա ամեն օր Սուրբ Հոգիով, թե աշխարհի գեղձերը անոր մեջը արդեն մտած են։ Եվ Տերը որուն պատասխանատվություն ծրագած յուղը լեցնելու և յուղը ժողովուրդ միտքրեին, բայց ով էր պատասխանատուն անոր պահելու, հոգ տաներուն, Ահարոնին և որդիներուն վստահած էր այս ջրակին խնամելու պատասխանատվությունը։ Այս մեզի կհիշեցնե, որ մենք այլ յուրաքանչյուր հավատացյալ քույրեր պատասխանատու ենք մեր հոգևոր վիճակին համար։ Անմաքուր բաները զտվելով, այս աշխարհը մեզի կհրամցնե ամեն տեղ, նույնիսկ ամենամեղ պրոգրամներու մեջ։ Սատանան դարօրինակ ձևերով, ուսումնասիրված ձևերով կուզե մեր մտքերը մղտորել, մեր յուղերը մղտորել։ Մեր բարդականությունն է աչինել, ոչ մեկը ուրիշ մեկը չի գտնալ մեր փոխարենը, մեր ցեցը մաքուր բահի և խնամե։ Կուզեմ անդրադառնալ 3 հերոսներու Սուրբ Գիրքեն, որոնք իրենց ցեցը մաքուր բահեցին, ամեն օր լեցուցին, միան չլեցուցին, խնամեցին և ադոր համար իրենց լույսը մինչև այսօր կփայլի։ Առաջին օրինակը Դանիելը, որ անցյալ շաբաթ CF-ի մեջ բաժնեկցեցանք փոքրիկներուն և աչքերին փած ուրախ կտվեին հասկնային։ Իրենց ավելի ձորդություն եղավ հիշելու, վերհիշելու, որ պետք է երթանք եղած հերոսներեն մենք օրինակներ կապենք։ Կտեսնենք ինչպես թագավորի կառավարիչները նախանձեցան Դանիելի։ Ինչը լինի, որովհետև ինչու Դանիել նախանձեցան, քանի որ հավատարիմ էր Դանիել, արդար մարդ էր և թագավորին առջևը շնորհքը ստացավ։ Գիտցան, որ անոր թեմ ոչ մեկ մեղադրանք կրնային գտնել, քանի որ անկատարյալ անց էր։ Միակ ճամփան Դանիելի թագարդի մեջ ձգելու իր Աստծո հավատքի միջոցն էր։ Անոնք միասին կացին և թագավորին համոզեցին, առաջարկեցին օրենքը հաստատվի, ըստ որում 30 օրվա ընթացքին ովևէ մեկը չէր գտալ, ովևէ մեկ Աստծո, նույնիսկ մեր Աստծուն, և ովևէ մեկ անձի աղոթք պաշտացնել բաց թագավորեն։ Իսկ եթե մեկը այս օրենքը խախտեր, արուստներում քուպը պետք է նետվեր, մահապատիժ վերասի։ Անոնք լավ գիտեին, որ Դանիել պիտի չի թատրեր իր աղոթքը, պիտի չի գենար իր հավատարմութենեն։ Եվ այդ օրենքը դարձավ թագարդն անոր համար։ Դանիել գիտեր վտանգը, բայց ինք հավատարիմ մնաց իր Աստծուն։ Թեպի Երուսաղեմ նայող իր պատղանը հոներ և ամեն օր հոն նստավ օրը 3 անգամ ծունգի քալով Տերոջը աղոթք պաշտացուց անչաղոտեց քախնի։
ան իր լույսը չվահեց։ Արդյունք ինչ եղավ, Աստված իր հրեշտակը ղրգեց, որ այդ արյուններում փելանը քոցել։ Դանիելի լույսը դարձավ վկայության ամբողջ թագավորության համար, բայց նախ իր լույսը, որուն առջև շողաց, Աստծո առջև։ Դանիելի օրինակին գսորվինք հարադեվություն, հագարակ ինչ որ վադահի մեր կողմ, մեր չորսվոմը, ոչ փոխսիչումներ։ Նույն Աստվածը, որ այդ արյուններում փելանը քոցեց, մեզ հալածողներում փելաններն կնակցել։ Եստեր թագուհի էր, երկրորդ օրինակը սերասին, բայց նաև գինը մեծ վախով, երբ իմացավ իր ժողովրդին վտակում են գլալը, անգնար լրել և իր հրյա ինքնությունը պահել և ապահով մնալ, բայց մուտքե եսավ այն խոսքը, որ այսօր մեզյալ կխոսի։ Եստեր 4:4 համարի մեջ կգարթանք, ով գիտե թերևս թուն այսպիսի ադևամը համար թագուհի եղար, ով գիտե թերևս թուն այսպիսի ժամանակվամը համար գտնվեցար ու որ Աստված քեզի թրավ։ Եստեր գիտեր, որ թագավորի մոտենալը առանց կանչվելու մահվան վտանգ էր, բայց անսավ, եթե պիտի մեռնի, թող մեռնի։ Ան իր մեջի լույսը չմարեց վախեն պատճառած, ան գամեցավ ճշմարտության մեջ, և Աստված փրկեց բոլոր ժողովուրդը, և խոստեր ինչ կտեսնենք քաջությունը իր մե։ Երրորդ օրինակը Հովհաննես Մկրտիչն է։ Հովհաննես Մկրտիչը համարձակեցավ խոսի Հերովդես թագավորին։ Մատթեոս 14:4 համարի մեջ կգարտանք։ Հովհաննես Մկրտիչ գիտեր, որ ճշմարտությունը ասելը իր կյանքը վտանգի մեջ դնել էր, բայց ան բացահայտ կերպով մեղք համարեց Հերովդեսի այդ արարքը։ Այս ճշմարտությունը ասելու պատճառով Հովհաննես Մկրտիչ բանվարկվեցավ և ետքը գլխատվեցավ, բայց իր լույսը մինչև այսօրս կհոսվի։ Ինչ սորվեցա ես ասկե, համարձակ որ է խոսի ճշմարտությունը մեղքին չի հանդուրժել։ Մենք բոլորս հայ հոգևոր քրիստոնյա քույրեր, մայրեր, մեծ մայրեր, հորաքույրներ, այսօր կանչված ենք դիեզերքի ստեղծիչի Հայր Աստծո կողմէ, որ ապրենք իրագործելով մեր քույրության նպատակը, պաշտել մեր Տեր Աստվածը և մեր ջրակները հարատև մաքուր ուղղովեցնելով, լուսավոր պահենք, ձայն խնամելով աշխարհի ամեն աղբերին, տեսնենք, թե ինչ պետք է հնենք և ինչերը պետք է զգուշանանք, պետք է աղոթքը վշտական, մեր կյանքին բաժին ալա, ոչ իբր սովորություն, ոչ երբ որ նեղության և տկարության մեջ ենք։ Պետք է գարտանք և մտածենք խոգանք Աստծո խոսքի վրա, ամեն օր։ Պետք չէ գարտանք իբր բարդականություն, այլ ծարավցած Աստծո կենդանի խոսքին, քան թե աշխարհի տված արտիքներում։ Պետք է թույլ տանք Սուրբ Հոգին քննե մեր սրտերը և հայտնե մեղքը։ Պետք չէ արդարացնենք մեղքը ասելով, որ ամեն մարդ կնե։ Եվ ասենք ի վերջո քիչ մնալ կյանքը ինջոյնել։ Եվ ժամերով անիմաստ պրոգրամներ դիտենք, որոնք մեր հոգիները կսնանգացնեն։ Պետք է հիշենք, որ մեր ուրախությունը, մեր քողունակությունը Տերոջը ներկայության միջոցով կլա։ Իր ոտքերուն առջև երթալով։ Պետք է արագ խոստովանենք, երբ մեղանչենք։ Չի հետաձգենք, չի ցկենք, որ զգացումները մեր մեջը քարոզության ձիլերն են, գիտնալով, որ մենք ամեն ինչ և ամեն մարդ չենք կրնար փոխել։ Ադի Աստծո գործն է։ Աղոթենք, հանձնենք Տերոջը, մենք ալորում ունենք։ Եթե մեզի
չարաշնորթեին դերոջը, անցյալ օրը վագստալիս մեջ շեր գնեի, եթե կնար կույրը, ինձի չկար չսեր Հիսուս ունիս։ Եթե ես ասեի, wait a minute, ես եկեղեցի ուխամ, որ քրիստոնյա ծնած եմ, ինչ սել է Հիսուս ունիս։ Դժվար հարցում էր, չէ՞, քիչ մնալ գտպնա, հաց մտածել դվար ինձ ադիկա։ Եվ երբ որ ցերկես բռնեց, առաջնորդեց համարներով ծծուց, իր խոսքը չէր ադի Աստծո խոսքն էր։ Կյանքի սուտությունը փոխեց։ Չի խառնենք մեր մտքերը աշխարհի քաղաքարներով, այլ Աստծո իմաստության գարչինք, անի լա մեր վեմը։ Մաքուր բահենք մեր աչքերը, ականջները, հսկենք անոր վրա, որ գեսադանան դարբեր միջոցներով իր աղները ներս կմծնե։ Ընտրենք մաքուր ընկերություններ, որ մեզ կմղեն Աստծո մոտ, ոչ շահագործող անձիկ, որ մեզ կուզեն թևի աշխարհ քաշել։ Պետք է սիրենք ճշմարտությունը, քան թե հարմարվել շրջապատին հետ, որ ընդունենք բոլորին տվածները, իրենց քաղաքարները եւ ընդունվենք իրենց կողմեն։ It's okay, մինարդ կմնաս վնաս չունի։ Աստված ունիս։ Ամեն, ամեն։ Պետք է մեր լապտերները լեցնենք որակավոր ցետով, ոչ միայն փաբարար ցետով, անոր արդակին ավելի ներսի մասին խնամենք, ներսը խնամենք։ Իշենք, որ մեր մարմինները մենք Սուրբ Ոգին դաջարնենք եւ մեր մեջը Սուրբ Ոգին գա, անոր մասին ավելի մտածենք մեր ներքինը։ Ուրեմն մաքուր ցետը կբախվի դերոջը հաճելի կյանքով, Սուրբ Գրքի ճշմարտությունները սիրելով եւ գադարելով, եւ Սուրբ Ոգին հետ մշտական հաղորդակցությամբ ապրելով կյանքը հաճելի դերոջ։ Լույսը չի մարիր մի անգամ են, անգամարի կամած առանց սկալու, փոքր փոխսիջումներով եւ աննկատ մեղքերու ներկայությամբ։ Աստված ինձ արթնցուց եւ անդրադարձուց։ Անգարևոր բաները, որ իմ կյանքիս մեջը սուր ժամանակս կխոնար, ցույց տվավ ինձ դե ժամանակը կարճ է եւ հունցքը շատ։ Տիկին Դավիթյանը գիտեք, երթակույլերդ հունցքը շատ է։ Ցույց տվավ թե ինձի մութ աշխարհի մեջ մեր լույսերուն պետք ունին։ Այսօր Աստված մեզի այդ մեծ սուդեն եւ ծանր փերեն գազադակրել իր սուրբ խոսքով, որ Մատթեոս 10:14-ի մեջ կսե, եթե մեկը ցեզ չընդունի, ու ցեր խոսքերը մտիկ չնեն, երբ այդ տունեն կամ քաղաքին գելեք, ցեր ոտքերու փոշիները թոթվեցեք։ Մենք նստել ենք նույն տեղը եւ կչանանք գարձրացած սրտեր, մարդիկ, որ բաժնեկցեցած ենք իրենց հետը ճշմարտությունը եւ կմերժեն։ Աստված կուզե մեր ուղղությունը ուրիշ տեղ տանել։ Լույսին գսե չեն մոտենար, Հովհաննես 3:19-ի մեջ, որովհետեւ իրենց գործերը խաբար են։ Ուրեմն հասկանանք, որ մեր բարդքը չէ համոզել այս կազմած սրտերը։ Ներել, աղոթել, հզոր Աստծո ձեռքերու մեջ դնել։ Օրը չէ, օրը պիտի կան։ Խնդրենք Աստծո, որ մեզի երկնային իմաստության գոծե, առաջնորդե հոն, ուր որ մեր լույսի մեղքություն ունին հիմա, եւ պատրաստ են ընդունելու դերոջը տված կենսարար խոսքը, որ կյանքեր կնա փոխել։ Վերջերս CF-ի մեջ դժվարություններ ունեցանք եւ դպրոցական POS-ին մեծ դրամական ծանոթությունը ծրած էր as non-profit organization-ի վրա, որ չէին գնալ եւ դպրոցներ երթալձարայել Աստծո խոսքը դալու։ Եվ ադի արգելք էր, աղոթեցին բոլոր ծառայողներով։ Դժվար էր, բայց Աստված մեր հավատարմությունը ուզեր տեսնել, որ մեր սիրտը ուր է։ Մենք պատրաստ
ստենք երթալու, թե ոչ ասի մեզի համար բաճարաբան չու բիդել, վա հանգիստունս պստի, ինչ պետք է ճորե շատիկ ես որ, դիգին տավություն արդեն ամեն դել գծարայ, որ մեկ ատ եվստյան, բայց աստված տեսա, որ մենք ծարապերնված ենք այս կզդիկներուն հավիդենականությամբ, դրները բացավ անգամ եվս, և աս մեր թբրոցի մեջ աղջիկ մի եկած էր, որ դերը ընդունեց, կորսված վիճակի մեջ էր, ինքզինք տղավի կոչեր։ Եթե այդ մեկ անցին համար աստված մեզի ուղեց այդ տեղը, it's worth it։ Ամեն։ Սիրելի քույրերս, Փեսան պիտի կա։ Ոչ ոք գիտե ժամը կամ օրը, այդ օրը ոչ ոք պիտի կարենա փող առնելու յուղը ուրիշեմը։ Ոչ կրոջմեն, ոչ մայրեն, ոչ եղբայրեն, ոչ հորմեն, ոչ նույնիսկ եկեղեցի են։ Եկեք այսօր խոնարհի Տերոջ առջև բոլորսալ։ Եվ ասենք Տեր քննե իմ յուղս, մաքրես այն Սուրբ Հոգիի կրակով։ Եթե աղդոդած է այս աշխարհի բաները, լեցուր զայն Սուրբ Հոգիովդ եւ մաքրե անոր Սուրբ կրակի մեջ ցույց ինձի ինչեր փոխարինած են կուդեղդ և կուհեդդ անցնելի ժամանակս։ Օգնե ինձ դեր, որ չթուննամ, չի դգարանամ, չի հուսահատիմ, երբ որ ինձի գներշեն։ Լապտերս մաքուր բահելու վրա շարունակեմ։ Ուշքին լույսով կենամ, սպասեմ, մինչև Հիսուսի սկալուստը, որպես երբ որ գան չհնչե, ահա Փեսանուկա, մենք չի վազենք յուղ պնդրելու ափսոսանքով, այդ բոլորս մեր փայլուն լույսերով, արագ յուղերով, հարադեպ լեցված յուղերով և մաքրված լապտերներով, հարստանեկան խնջույքի մստան մեր Փեսային հետ, մեր Հիսուսին հետ։ Ամեն։ Մի անգամ ուզեի հիշել, որ Աստվածքամը դերը ինձի տվավ և ինձի օրհնեց, և անդրադարձուց ինչերը պետք է ձերբազատվին։ Բայց ինձ համար դժվար էր իշտ գաղութեի, որ Տեր ինձ ուրիշ նույթ մդուր։ Ցեզի հետ բաժնեկցելու համար քիչ ծանր նյութ էր, ուրեմն անցյալ ուրբաթ էր այո։ Լենա քույր եկմեկջանը ինձ երացայնեց, քանի որ անանքիստ էի, ուզեց, որ աղոթե հետս, սա տաթևիկ երկ մգա, որ ամեն անգամ մտի կրած ալենըտ, բզդիկները միտքս կուքա, մեջը կլասիկլ երաժշտություն գա, և գուզեմ, որ բզդիկները բաժնեկցիս, թուք գրուպ ունի կնդաներ, այոսի, ғրգեցի, մդի գրի, և մեսեջը ինձի էր, որ աստված անգամ եվս ինձի կհաստատեր, որ աստվածքամը պետք է դելիվրլա։ Ամեն։ Ամեն։ Սապել պետք է։ Յալա։ The chords were silent, the gates shut tight, beneath the hush of winter's night. I let the dust lie on the floor and turned the key on the inner door. Then a knocking soft and clear, heaven's heart beat drum.
շնորհակալ ենք, որ կհսկե բոլոր այս եկեղեցին վրա իր տարբեր մյուզիկներով, խոսքերով, աղոթներով և քաջալերությամբ։ Սիրելիներ, այսօր մեր սիրտերը նորոգելու գոչման տվավ Տաթևի քույրը։ Եվ հիմա երկեն հետո իրեն արիք պիտի տան, որպեսի հարցնե, թե ով գուզե իր սիրտը նորոգել, որպեսի աղոթե ցեզի համար։ Ինչով կլեցնենք մեր լավտերները։ Պիտի խնդրեմ, որ մեր քույրերը քան և այդ փոքրիկ լումաները որպես շնորհակալություն, որպես պաշտամունք կարենանք իրեն։ Շնորհակալ եմ Անիեն, Մարոյեն, Գարինեն, որ շարունակ կծառայեն այս բանի մեջ։ Սիրելիներ, Սուրբ Ոգին ցայնին մտի գնենք և վերանորոգենք մեր սրտերը իր մոբասնոր դարվա մեջ, նամետադեպի ներողություն, ակատ Անմտելով շարժը կանք, հանցնվինք իրեն, և թույլ տանք, որ Սուրբ Ոգին խոսի մեզի ցցնե, թե ինչ բաներ կա, որ պետքություն ունենք մաքրվելու անգեն, որ կարենանք իր սերքերի մեջը մաքուր, սորավոր լույսով կործածվի։ Եթե մեր մեջը անցիկ կան, որ դերը չեն ճանչնարդեր, որ կկասկածին բոլորս դա դերը ունենք իբր դեր և բրգիչ, աղոթենք։ Երկնավոր հայրս, փառավորյալ Տերս, իմ երկնավոր Տերս ու տիրականս, քեզի կուքանքով Տեր, փած սրտերով, խոնար սրտերով, կուքահիդ արջևը բերենք գտնենք մեր կյանքերը, մեր ամեն էությունը, միտքը, սիրտը, հոգին, մտածելակերպը, խոսակցությունը, աչքերը, ականջը, ձեռքերը, ոտքերը, թուն ցցուրով Տեր, ուր պետք է փոխվենք, ինչպես պետք է փոխվենք, ցցուրը ստակորենով Տեր, ազատագրե մեզի սատանային ամեն թակարդները, որ կարենանք քեզի համար մաքուր, այծար լույսերը տանքով Տեր։ Օգնե մեզի ով Տեր, որ հասկնանք գամքդ, ուր պետք է մեր ոտքերը առաջնորդվի, ով մեզի պետքություն ունի ով Տեր, ով ու խոսքիդ պետքություն ունի, մաքրե սրբե մեզի ով Տեր, մաքուր վեսիները կու ձերքելու մեջ կործածվելու մինչև Հիսուսիս պաշտպանանք հարուստը, որ երբ որ
չհնչի, պատրաստը լանգով Տեր, մեկը ետև չմնա, քեզի կհանցնենք մեր ընտանիքները, մեր հասկականները, մեր բարեկամները, թվիրով Տեր իրենց, թվիրով Տեր, խոսիրով Տեր, այցերը իրենց, երազովը, տեսիլքովը, խոսքովը, հշրե իրենց սրտերով Տեր, քեզի թարցուրով Տեր, որ մեկը դուրս չմնա պատվական խնջույքերով Տեր, անունովդ կխնդրեմ այս բոլորը Տեր Հիսուս, ամեն։